Ողջույն։ Մի 2 տարի առաջ աչքովս ընկավ հեռուստահաղորդումների վարկանիշը ու շատ ցավով արձանագրեցի, որ բավական բարձր տեղ էր զբաղեցնում մի հաղորդում, որտեղ մարդիկ իրենց անձնական, ընտանեկան խնդիրներից էին բողոքում, գռեհիկ բառապաշար, զզվելի տեսարաններ։ Այսօր այդ հակահիգենիկ երևույթները քաղաքականության մեջ են։ Նիկոլ Աննա զույգը, այսպես ասած, կիսաբաց լուսամուտներ է անում։ Աննան ու Նիկոլը իբր բաժանվել են։ Թե ինչու եմ ասում իբր, այդ մասին քիչ անց։ Չնայած Աննա Հակոբյանի խնդրանքներին, իրենց այսպես ասած ամուսնալուծությունը բուռն ծաղրվեց։ Դրան չեմ անդրադառնա։ Այս ամենին կարելի էր իհարկե ընդհանրապես ուշադրություն չդարձնել, եթե չլիներ ժամանակահատվածը եւ այն նպատակը, որը ըստ ինձ դրված է հիմքում։ Նախորդ տարի մեր երկրում եղել է 4881 ամուսնալուծություն, ինչը ի դեպ ավել է 2024-ի համեմատ, բայց այդ 4881 ամուսնալուծությունից ոչ մեկի դեպքում մեր աչքով չի ընկել, որ կինը վիդեո նկարի, ասի բաժանվել եմ, գնում եմ, ապրելու տեղ չունեմ, ինձ չծաղրեք եւ այլն։ Չեն քննարկել, ավելին ասել են, մեր անձնական գործն է, խնդրում եմ ձեր քիթը մի խոթեք։ Եվ իրոք չեն կարողանում ապրել, բաժանվում են, ում ինչ գործ։ Պետության այնքան առաջին դեմքեր են բաժանվել պաշտոնավարման ընթացքում, Ֆրանսիայի նախագահներ Սարկոզին ու Օլանդը, Պերուի նախագահ Ֆուհիմորին, Վենեսուելայի նախագահ Չավեսը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Ջոնսոնը, Իտալիայի վարչապետ Բերլուսկոնի եւ այլն, այնքան չեն գովազդել նրանք իրենց ամուսնությունը, որովհետեւ այս մարդիկ իրենց ողջ աշխատանքի նման կյանքը եւս շոու են սարքում հատուկ նպատակով։ Նիկոլ Փաշինյան եւ Աննա Հակոբյան երբեք չամուսնացած զույգի ամուսնալուծությունը շատերս դիտում ենք նախընտրական քարոզարշավի տրամաբանության մեջ։ Քաղաքագիտության դոկտոր Վիկտոր Սողոմոնյանը բավական ուշագրավ գիրք ունի «Քաղաքականությունը որպես սյուժե» վերնագրով։ Գիրքը այն մասին է, որ նախընտրական քարոզչության, իշխանության համար պայքարի պրոցեսը կառուցվում է սյուժեների վրա, որ ստանան քվե։ Կա պատմություն, դերակատարներ, կոնֆլիկտներ, գագաթնակետ եւ հանգուցալուծում։ Սողոմոնյանը ցույց է տալիս, որ ընտրական իրադարձությունները հաճախ կառուցվում են այնպես, ինչպես գրական կամ դրամատիկ սյուժե։ Անդրադառնում է 12 պետության փորձի՝ Ֆրանսիա, Ինդոնեզիա, ԱՄՆ, Ուկրաինա, Հնդկաստան եւ այլն, ցույց է տալիս ժամանակակից աշխարհի տենդենսը։ Այն է ընտանեկան կյանք, պարզունակ սերիալային սյուժե, դրամատիկա, պարզ տեխնոլոգիաներ, որոնք կիրառել են ու վերցրել են իշխանությունը։ Օրինակ, կարող եք մտածել, որ Ֆրանսիայի նման պետությունում նախագահ կարող է ընտրվել շահարկելով իր ու կնոջ 25 տարվա տարիքային տարբերությունը։ Երբ կարդում ես Վիկտոր Սողոմոնյանի գիրքը, Նիկոլ Աննա զույգի ոչ միայն այս քայլն է աչքիդ առաջ գալիս, այլ պատկերացնում ես հետագա ընթացքը, ինչ է լինելու։ Կարող էին սրանք մինչև ընտրություններ գաղտնի պահել իրենց այսպես ասած ամուսնալուծությունը, որ մեկը մյուսին չվնասի։ Ասենք, ինչպես շատերիս կարծիքով գաղտնի են պահում իրական ունեցվածքը, այնպես էլ ամուսնալուծությունը գաղտնի պահեին, բայց չէ ժողովուրդ ջան, ոնց գաղտնի անեին, չէ որ սա հաշվարկով ու հենց նախընտրական ամուսնալուծություն է։ Ասում եմ, բաժանվել է Հայաստանում մեկ տարում 4881 զույգ, այն նրանց նման լուռ անեին իրենց բաժանումը, բայց չէ որ այդ 4881 զույգից ոչ մեկը չի պատրաստվում դառնալ վարչապետ, այն էլ ամեն գնով, ոչ մեկ չի բաժանվել, որ վարչապետ ընտրվի, չի բաժանվում որպես նախընտրական տեխնոլոգիա։ Այս մարդիկ անցնող 8 տարիներին բազմիցս ապացուցել են, որ խնդիր չունեն ընտանիքը օգտագործելու ծաղրվելու հարցում։ Կարևորը նախընտրական շահն է, քաղաքական նպատակները։ Աննա Հակոբյանը գնում է, բայց մեզ ցույց է տալիս թանկարժեք զարդերը, թանկարժեք ու բրենդային հագուստները, ասում է դրանք մոդելներին են տվել են, որ հագնեմ հետամ։ Ես տուն չունեմ, մի հատ կիսակառույց է, դեռ չեն սարքել, ավտոմեքենա չունեմ, չեմ հիշում ինչքան գումար կա հաշիվներիս, ընդամենը գիտեմ, որ 5 միլիոն դրամ ունեմ, կգնամ վարձով կապրեմ, հլը չի բացառվում էլ, որ վրաս էլ քրեական գործ բացեն։
Այսինքն հեռանում եմ այնքան աղքատ, որքան եկել եմ։ Չի ասում, որ հայտարարագրում գրել է, որ 3 հատ ավտո ունի, Երևանում ժառանգություն ստացած բնակարան, 106 միլիոն դրամ էլ եկամուտ։ Սա չի ասում։ Տրամաբանությունը հուշում է, որ վաղը մենք տեսնելու ենք հետևյալը։ Վաղը ասելով մինչև ընտրություններ։ Սկզբում քիչ, հետո ամենօրյա ռեժիմով, Աննա ռոլիկներ է նկարում տնից հեռու, սովորական մարդու առօրյա, ձվածեղ է սարքում, խելք ու միտքը երեխաներն են, կարոտին չի դիմանում, հետո երեխաներն են մտնում խաղի մեջ, մի մասը գնում է մոր հետ, մի մասը մնում է հոր հետ, այն տնից հեռացած որդին վերադառնում է, որ իր հարազատների հետ լինի, հազիվ են հաց ուտում առանց մոր, հետո խնդրում են, որ մեկ-մեկ հանդիպեն ընտանիքով, հետո ընտրությունների շեմին է, երեխաների համոզելուց հետո միավորվում գուցե ընտանիքը կամ ընտրություններից առաջ, կախված նրանից, թե տեխնոլոգները ոնց են մտածել։ Իհարկե հնարավոր է սցենարը գծվել է այնպես, որ վերջում չեն էլ միավորվում։ Ասենք Նիկոլ Փաշինյանն ասում է, այո, քաղաքականությունը քանդեց իմ տունը, իմ ընտանիքը, ես բաժանված եմ, երեխեքս մի քիչ էստեղ են, մի քիչ այնտեղ են, բայց մեր ինքնիշխանությունը, մեր պետությունը, մեր պետականությունը, քաղաքացուն ավելի բարձր եմ գնահատում, քան իմ անձնականը, իմ ընտանիքը։ Դրա համար ես իմ ընտանիքը զոհաբերում եմ հանուն վաղվա պետության։ Տեսեք, ինչ զոհողության եմ գնում։ Նման սցենարը, Ժողովուրդ ջան, չի բացառվում։ Իբր ընտանիքը մոռացած հայրենիքին է նվիրվել։ Կինը խանգարում էր, ավելորդ ծախսեր բյուջեի վրա, հեղինակությունն էլ հլը գցում էր։ Հիմա Նիկոլը միայնակ է, հերիք չէ։ Հերիք չէ, որ ատամները սարքելու փող չունի, կինն էլ թողեց գնաց։ Ժողովրդի ծոցից է եղել, խեղճ է, ունի աջակցության կարիք։ Եկեք փրկենք։ Դերասանական տաղանդը, պոպուլիզմն ու հատկապես քաղաքական տեխնոլոգիան սահման չեն ճանաչում։ Ինչ որ անում են, պատճառը վստահաբար վախն է։ Իրենք էլ վստահաբար իրենց հարցումներն ունեն, հանրության տրամադրությունը ստուգելու ձևն ունեն, գիտեն, որ վերընտրվելու շանսերը փոքր են, հատկապես հզոր մրցակիցներ ունենալու ֆոնին։ Դրա համար բոլոր կողմերից հարձակվել են։ Էլ թոշակների բարձրացման խոստում, առանց հեռանկարի, էլ իբր ջրերն են տանում, հետո տալիս, էլ ընտանեկան դրամաներ են ցույց տալիս, ու Աստված գիտի, թե ինչեր կա մտքներին դեռ։ Եթե տեխնոլոգները Նիկոլին ասեն, որ պետք է կնոջդ նկատմամբ քրգործ հարուցես, ասենք իմ քայլը հիմնադրամով ինչ որ չարաշահումների համար, դա էլ կանի, որ ասեմ պետք է որդուդ դատես պատերազմի ժամանակ դասալքության մեղադրանքով, կամ ասենք այն մեղադրանքով, որ նրան պատերազմի դաշտից դուրս բերելու համար զոհեր են տվել, դա էլ կանի։ Վստահ եմ, ցույց կտա, որ կոռուպցիան ու դավաճանությունը չի հանդուրժում, ով ուզում է լինի թեկուզ ընտանիքի անդամ։ Նիկոլը, որ իր ու կնոջ սաղ ազգուտակին տեղավորվել է աշխատանքի, մի մասին դարձել է բիզնեսմեն, ցույց կտա իբր կոռուպցիան չի հանդուրժում։ Այս ընտրություններում իշխանությունն ունի մեկից ավելի հզոր հակառակորդ, որոնց ինքը համարում է թշնամի։ Նա նաև հասկանում է պարտվելու դեպքում հեռանկարները։ Ինքը բանտ։ Բացի այդ, կարծում եմ, բացահայտվելու են կոռուպցիայի, թշնամու եւ այլոց հետ պայմանավորվածությունների բազմաթիվ դրվագներ, դավաճանության դրվագներ, նախկին սոված թիմը զրկվելու է լծակներից, փողից, հնարավոր է շատ արագ կուտակված հարստությունից։ Այդ ամենը թույլ չտալու համար սրանք կանեն ամեն ինչ։ Կկատարեն անձնական խնդրանքներ, կբաժանեն զանազան տեսակի կաշառքներ, ում կարողանան կստիպեն, ում կարողանան կներեն հանցագործությունները, կկրճատեն պատժաչափը, քրեական տարերին կասեն հոդվածները կքչացնենք, ում պետք է պարգևավճար կտան, հավելավճար կտան, ում վրա կարողացան խղճահարություն կառաջացնեն, ում պետք է խոստումներ կտան։ Ժողովուրդ ջան, եթե 2021 թվականի ընտրությունների ժամանակ Փաշինյանը զգար այս աստիճանի վտանգ, այդ ժամանակ կբաժանվեր կնոջից։ Բայց մեկ կարևոր բան կա, որ պետք է չմոռանալ երբեք, ոչ մի պարագայում։ Այս խայտառակությունը չպետք է մոռացնել տա այն ամենը, ինչ մեր գլխին, մեր ժողովրդի գլխին, մեր Արցախի գլխին բերել են այս քաղաքական ուժն ու այս ընտանեկան զույգը։ Ինչ տեղի է ունեցել։ Մեծ պատասխանատվություն է կրում պատերազմից առաջ Մեհրիբանի Շուշիում չայ հրավիրող,
զենքը զարդ սարքող, Արցախի ազատագրումն ու նահատակումը հանուն ոչնչի համարող, պատերազմի ժամանակ հրամանատարական բունկերներից ու շտաբերից դուրս չեկող Աննա Հակոբյանը։ Սրանք աղետներ են բերել, բայց ուզում եմ, որ դա մոռանանք։ Մարդիկ կլանված նայեն այս էժան, պարզունակ սերիալը, ընտանեկան դրաման։ Չխոսենք 5000 զոհի մասին, չխոսենք 150,000 փախստականի մասին, չխոսենք 12,000 քառակուսի կիլոմետր Արցախի մասին, որ հանձնել են, չխոսենք անկլավների անվան տակ հանձնված ու հանձնվող Հայաստանի մասին, օկուպացված 200 քառակուսի կիլոմետրի մասին, նրա մասին, թե այս ինչ ծրագիր բերեցին մեր երկրի ու ժողովրդի գլխին։ Վստահ եմ, դա նրանց չի հաջողվելու։ Կարճ ասած, ինչ անում են Նիկոլ Փաշինյանը, նրա ըստ երևույթին դրսից վարձակալած հիբրիդային պատերազմի տեխնոլոգները վերընտրվելու համար, ուրիշները չեն անի, բայց ուրիշների անելիքը կարծում եմ պետք է լինի անդադար խոսելը սրանց ստերի մասին ու բերած աղետի մասին, բերելիք աղետի մասին, որոնք հա մեր աչքի առաջ են, բայց մեկ է հա պետք է հիշեցնել։ Այս մարդը հանուն իշխանության անգամ չի խորշում իր ընտանիքը խաղադրույք անել, ծաղրուծանակ դարձնել, քննադատության, հայհոյանքի, վիրավորանքի առարկա դարձնել։ Այդ մարդը բնականաբար երկրի քաղաքացու նկատմամբ էլ չունի գոնե նվազագույն հարգանք։ Նրանց էլ է խաղադրույք դրել ու պարտվում է։